կա, հեսա քննարկենք, չէ՞, Հեսա մի հատ ընդհանուր քննարկենք։ 3 ժամ տևած բանակցությունների արդյունքները գործընկերներին փոխանցելուց հետո հանքափորների մոտ կրկին անորոշություն է ու տարակուսանք։ Գրեթե 20 օր գործադուլի մեջ գտնվող հանքափորների հետ այսօր Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում կրկին բանակցություններ տեղի ունեցան։ Աշխատավարձի բարձրացում չի լինի, միայն աշխատանքային պայմանների բարելավում, ասել են կոմբինատում։ Համաձայն եք այդ պայմաններին։ Իհարկե ոչ։ Աշխատեք Դեռ նույն պայմաններով, չէ։ Ասել պայմաններով չենք աշխատում։ Հանքափորների աշխատավարձը գործարքային է 1 խորանարդ մետր հումքի համար ստանում են 1700 դրամ, 1 մետր հորատման համար 18000 դրամ, միջինում ամսական ստանում են 150-ից 700 հազար դրամ։ Ասում են ստացած վարձատրությունը կատարած վտանգավոր ու ծանր աշխատանքին համարժեք չէ, ընդհանուր գումարի 20%-ի ավելացում են պահանջում։ Սակայն հանքափորների աշխատավարձի բարձրացման պահանջին կոմբինատից ընդառաջ չեն գնում, ոչ 20, ոչ նույնիսկ 1%-ով աշխատավարձի բարձրացում չեն խոստանում։ Չկա մի հատ, ասենք, առաջարկ, որ դա այդ 20%-ը չէ, 1% ենք ավելացնում։ Չկա այդ առաջարկը։ Եթե լինի, դա ուրիշ է։ Կարանք արդեն մեր մեջ քննարկենք, որ դե հա հասկանում ենք հիմնական վատա իրավիճակը վերջը բարձրացնեն 1% գնանք աշխատենք։ Չկա այդ առաջարկը, չկա։ Կտրուկ չէ եւ վերջ։ Այսքան ժամանակ այդ պղնձգները բարձրացել է, բան ա եղել, մենք էլ վերջը սա հանգիստ խելոք աշխատել ենք։ Հիմա պետք է որ գումարը բարձրանա։ Իսկ եթե գումարի տեսքով ինչ-որ մի բան պետք է բարելավի փոխվի, դա էլ ենք համաձայն։ Բայց դա ընթացքում եսին երբ չի լինում, այսինքն եթե մեր գումարը մենք ստանում ենք, ասենք 300,000, 400,000, դա պետք է լինի մենք 10 ժամ ոչ թե աշխատենք, 5 ժամ աշխատենք նույն գումարը ստանանք, մենք դրան էլ ենք համաձայն։ Բայց էլի այդ դրամի պահով, մասով ոչինչ չկա ասում, հենց դրամի, որ մի դրամ չեմ, գոնե ժամանակ հենց հատված չկա, որ ասեն եկող տարի, մյուս են 27 թվին, 28 թվին կբարձրացնեն։ Գործադուլավորները դեռ անորոշության մեջ են, առայժմ քննարկում են բանակցությունները, որպեսզի որոշեն հետագա անելիքները։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Աղթալա բնակավայրից։